Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում։ Արմլուն լրատվականի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի միջև վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Արմլուն լրատվականի աղբյուրների փոխանցմամբ վարչապետը դժգոհություն է հայտնել նախարարից կապված իմեյի միասնական համակարգի ներդրման նախաձեռնության հետ։ Ըստ նույն աղբյուրների Փաշինյանը վրդովված է եղել այն հանգամանքից, որ նախաձեռնությունը նախապես չի ներկայացվել հանրային քննարկման, ինչպես նաև չի քննարկվել համապատասխան գերատեսչությունների հետ, ինչի հետևանքով ըստ տեղեկությունների թեմայի շուրջ լայն հանրային արձագանք եւ քննադատություն է ձևավորվել։ Մեր աղբյուրների պնդմամբ վարչապետը նախարարի հետ ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ վերջինս թերացել է գործընթացի կազմակերպման հարցում, ինչի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ բացատրություններ տալու անհրաժեշտությունը մնացել է վարչապետի վրա։ Նույն աղբյուրների համաձայն այդ զրույցից հետո Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ չի ցանկանում վերանշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։ Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մխիթար Հայրապետյանը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում, չի ցանկացել նշանակվել իր պաշտոնում, չնայած թեև ավելի վաղ նշել էր, որ գործող կառավարության անդամների մեծ մասը կվերանշանակվի։